Emre nerede? Ազգությամբ թուրք Զառամյալ Դողու Փերինչեկն է։ Թուրք ազգայնական առաջիններից մեկն էր, ով իր բարբարոս նախնիների իրականացրած ցեղասպանությունը ժխտեց։ Merhaba, merhaba. Շվեյցարական դատարանը քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտեց նրան։ Այդ ժամանակ պետական դատախազը պահանջեց ֆինանսական, քրեական պատասխանատվության ենթարկել Փերինչեկին հայոց ցեղասպանությունը հերքելու համար։ 2008 թվականին Փերինչեկն ընկավ եվրոպական դատարանների դռները։ 2013-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը վճռեց, թե իբրև Շվեյցարիան խախտել է Փերինչեկի ազատ արտահայտվելու իրավունքը։ Այդ տարիներին Հայաստանի շահերը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ներկայացնում էին միջազգային բարձրակարգ փաստաբաններ Ջեֆրի Ռոբերտսոնը, Ամալ Քլունին։ Mr. President, honorable judges, it is an honor to appear before you today on behalf of the government of Armenia. Հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգայինորեն դիվանագիտական հարաբերություններում առաջնահերթ էր։ Առանցքային էր նաև պատասխանատվության կիրառումը բոլոր այն դեպքերում, եթե կասկածի տակ դրվեր հայոց ցեղասպանության եղելությունը։ Ցանկացած ցեղասպանություն հերքելը կամ նույնիսկ հերքելուն աջակցելը դրանք հանցագործություն են, քրեականացված է վաղ։ Հիշենք, անցած տարի խորհրդարանական ընդդիմությունը նախագիծ բերեց ազգային ժողով, որի նպատակը ավելի խիստ պատժի կիրառումն էր հայոց ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ։ Իշխող ուժը հակառակը պնդում էր եւ մատնանշում արդեն գործող դրույթը, որը քրեականացնում է ցեղասպանության ժխտումը։ Այլ բան, եթե որոշել են խստացնել, միշտ էլ ողջունելի է, որտեղ ցեղասպանությունը դա միջազգային բնույթի հանցագործություն է, կարելի ասել ամենալուրջ տեսակի իրավախախտումն է։ Եթե ուղղակի ոչ թե նյութայիրավական հիմքերի փոփոխություն, այլ խստացում, ես օրինակ միայն կողջունեմ նման նախագիծը։ Ֆերհիդ Օրհան Փամուկ, չերքեզական ծագմամբ թուրք գրող, հասարակական գործիչ, գրականության Նոբելյան մրցանակակիրը հայտնի է հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ իր քաղաքացիական դիրքորոշմամբ, որը հակասում է թուրքական պաշտոնական կեցվածքին։ Փամուկն այն սակավաթիվ թուրքերից մեկն է, որը կիրառեց ցեղասպանություն բառը եւ իր հայացքների պատճառով ենթարկվեց հալածանքների։ Հարաբերս 300 հոդվածը քրեական օրենսգրքի Թուրքիայի եւ հրանտինքի վերաբերյալ եվրոպական դատարանի վճիռը Թուրքիայի ներսում բազմաթիվ դատական ակտեր են եղել, ելի 300 հոդվածի հետ կապված, որ որևէ գիտնական, որևէ հասարակական գործիչ կասկածի տակ է դրել Թուրքիայի պաշտոնական դիրքորոշում, որ ցեղասպանություն չի եղել եւ դրա համար նրան դատապարտել են։ Սա կոնկրետ ոչ թե ցեղասպանություն հերքելու, այլ պնդելու, որ եղել է ցեղասպանություն։ Ցեղասպանության ժխտումը քրեականացրած երկրում Շվեյցարիայում էր, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները Շվեյցարիայի համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նման ձևակերպում արեցին, թե պետք է դեռ հասկանալ ինչ է տեղի ունեցել հայոց ցեղասպանության ժամանակ։ Մենք հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք լավ ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս ստորագրեց օրենք, որը սահմանում է քրեական պատասխանատվություն խորհրդային ժողովրդի ցեղասպանությունը ժխտելու կամ արդարացնելու համար, ինչպես նաև զոհերի հիշատակը վիրավորելու եւ նրանց գերեզմանները պղծելու համար, անկախ այն հանգամանքից դրանք գտնվում են Ռուսաստանում թե դրա սահմաններից դուրս։ Նախատեսվում է մինչև 5 տարի ազատազրկում։ Ռուսաստանում հայոց ցեղասպանության տարբեր հուշարձաններ կան։ Ըստ ցեղասպանագետների, հենց այդ իմաստով, եթե ֆիքսվում է ցեղասպանությունների ժխտման քրեականացումը, ապա դա հենց առաջինը պետք է ասոցացվի եւ վերաբերվի նաեւ հայոց ցեղասպանությանը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։